Թե շատ եք նեղություն տալիս։ Հերիքա, հա, այդ ասես։ Ես մենակ ուրախ եմ, որ կարողանում եմ ինչ-որ բանով օգտակար լինել։ Լիո հետ խոսալ ես։ Աբա չեմ ասել, որ դուք էստեղ եք։ Լավ, Սարե, կարող վախենար չի գար։ Բարև Եկավ։ Բարև, Համլետ։ Սակիս նորություն կա։ Չէ։ Սպասի, ես քեզ սուրճ կբերեմ, որ Չէ, կարիքը չկա։ լեցրած ավագի վերցնում եմ։ Երեք շատ խմեցի գլուխս մինչև իմացա։ Դու շատ խմել է որն է, մտել է շիշի մեջ կոնկրետ։ Լավ թե դու էլ ճիշտ ես ասում։ Ամեն հայլում ես նայ քեզ։ Ապրես։ Այսօր Նանայի ծնունդն է։ Այսօր 25 տարեկան կդառնար։ Հիշում եք Նանան միշտ ասում էր ոչ մի բան հավերժ չի։ Բայց մարդիկ պիտի լինեն, որ այդ օրենք կոտրեն։ Ինքը հավատում է, որ կարող հավերժ լինի, բայց իրականությունը ուրիշ։ Հա, ուրիշ է։ Բայց ոչ թե նրա համար, որ կյանքի օրենքն է տենց, այլ նրա համար, որ մի հատ անասուն որոշեց Նանային կյանքի ձրկի, ու պարզվեց Նանայի կյանքը իրանը չի։ Չեմ կարող համակերպել մեր մտքի հետ, որ Նանայի ու Արամի մասին պետք է անցյալով խոսանք։ Ինչքան էլ չուզենք, Նանայից ու Արամից մեզ մենակ հիշողություններ են մնացել։ Հա, ճիշտ ես։ Բայց այդտեղ հիշելը պետք է չլինի, որ նստենք ու ասենք, թե ով ինչքան լավն էր։ Այլեն, որ պետք է երբեք չհանձնվենք ու միշտ պայքարենք։ Ոչ մեկ չի հանձնվելու գոր։ Մենք մեր հետևից արդեն բոլոր դռները փակել ենք ու ետարցի ճանապարհել չունենք։ Բայց ես վստահ եմ, որ Նանան չէր ուզի իր ծնունդին մենք տխուր նստենք։